Ձեր կարծիքով հոգևորականներին ձերբակալելով իշխանությունը ինչ է փորձում հասնել։ Ճիշտն ասած հոգևորականը, եթե նորմալ հոգևորական լինի, չեն ձերբակալի։ Եթե ասում են վատ արշավ դեպի եկեղեցի չի, դեպի վատ հոգևորականն է։ Այդ ինչի ժամանակին, որ սովետական տարիներին ավելի խիստ էր, աթեիզմը ավելի Վազգեն առաջինին չեն ձերբակալի։ Մարդ հոգևորական էր։ Ազնիվ հոգևորականին հաստատ ոչ ոք չի ձերբակալի, ով ուզում է լինի, ես դրան չեմ հավատում։ Հոգևորական թող միայն իր գործով զբաղվի։ Մեր եւ Աստծո մեջ պետք է միջնորդ լինի։ Ինչի՞ է մտնում այլ դաշտեր։ Այ դրա համար։ Ոչ մի բանի։ Մեկը մեկին ուտելով, կրծելով ապրում են։ Երկիր չմնաց, մարդկություն չմնաց։ Անցած անգամ ինձ հարցնում եք, ասում եք, ուզում է զինվորների փողից թոշակ ավելացնի, իրան թալանտված փողերից թող ավելացնի, ոչ թե զինվորի արյունը տա թոշակ առուին։ Ուրիշ ոչինչ չեմ կարա ասեմ։ Չեմ կարա ասեմ։ Գեղի, կնիկ եմ ես, գաղափարել չունեմ։ Տեղյակ չեք, որ հոգևորականներին ձերբակալել են նաև երեկո։ Հա, լսել եմ, բայց թե ինչ կարամ ասեմ էլի։ Դե ես չգիտեմ իրանք ճիշտ են, սխալ են, չգիտեմ, որ կոնկրետ մի բան ասեմ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Դե դրանք հոգևորական չեն, դրանք մարդիկ են Աստվածաշնչից հեռու, որտեղ հոգևորականը չի զբաղվում, չի խառնում քաղաքական հարցերով։ Դա սխալ է։ Իրանք պետք է պատասխան տան թե Աստծո առաջնային, հետո նոր երևի այդ Աստվածա թույլ տալի, որ դրանց գլուխի այդ բանը գա, որ այսուհետև իմանան, որ չի կարելի Աստվածաշունչը դենքցել, անտեսել, հետևով կանգնել, որտեղ գիրք հարգելը մա։ Մենք ով քաղաքականությունով։ Դրանք հոգևոր մարդիկ չեն, հոգևորը են, թե չեն վերաբերվի, չի կարելի։ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, իշխանությունը, կառավարությունը։ Ես ճիշտ եմ, չէ՞, դուք հենց նկատի ունեք իրան։ Ինքը դեմ չի կրոնին, ոչ էլ քրիստոնեությանը, այլ մեր ներկայիս տեր, չգիտեմ ինչ, կտրիչ Ներսիսյան։ Այո, գիտեք, որ վխտում է այսօր Հայաստանը հավատացյալներով, որոնք տներ են քանդում, հավատացեք։ Թվում է, թե այսպես հավաքվում են խեղճ մարդիկ են, օգնում են իրար, չգիտեմ ինչ, բայց մի օր գալիս է, որ տեսնում ես նրա ընտանիքը քանդվեց, հետո դա քիչ է, արդեն իրանք անցնում են, այսպես ընդհանուր դաստիարակության ճակերտավոր։ Սա է խնդիրը։ Ու այստեղ պետք չի մեղադրել Նիկոլ ապրինքը, ես էլ լինեի նույնը կանեի, բայց սենց երկարաձգելով չէի անեի, ոնց որ Անգլիայում հին դարերում կամ ինչ-որ մի բան, թեպետ դա շատ դաժան կյանք է եղել, մարդը գողություն արել ձեռքն են կտրել, չգիտեմ, քիթը խոթել է ինչ-որ մեկը քիթն են կտրել, այդ շատ ճիշտն է, գլուխն է մցրել ինչ-որ, չգիտեմ ինչի մեջ, գլուխն են կտրել, այս տենց կանեի, էպես որ Նիկոլ Փաշինյանը ապրի, հավատացեք, ինքը վատ բան չի անում։ Լավ անում։ Որը չգիտեմ ինչ, ոչ մի բանի չեն հասնելու, դե ճիշտ չի։ Սենց ոնց որ խառնում են էլի ամեն ինչ, ճիշտ է, կներեք էլի։ Ես ամեկը մի ուրիշ բան եմ մտածում, բայց իրան պետք չի խառնվելը։ Ինքը եկեղեցական էր, կգնել իր եկեղեցական բանում, ոչ մեկին չեմ մեղավորում։ Բայց իրան պետք չի խառնվել, ես այդքան մտածեմ։ Ինչ ենք արել, ես էլ եմ ժամի աշխատող եմ, ինչ անենք, ասայք, դուք ասեք, մենք էլ իմանանք։ Ինչ, ինչի չխառնվենք, ինչ ենք արել իրան, ինչի է մեզ սենց պատժում, ինչ պայմաններով է մեզ պատժում, ինչի չի ինքը իր հարկում կենում, մի քիչ անհարմար է, որ ասենք, խիչ ինքը իր կնգանով զբաղվում, ինչի է մեզ սենց տուժում, ամուսին ունեն 6 տարի անկողնային է, ինչով է պարգևում ինձ, ինչի են ձերբակալել, իխի չեն իրան դատաստանանում, ինչի չեն իրան դատաստանանում, ինչով ենք մեղավոր մենք։